Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք Փիլիպպեցիս 1:27 Գնացեք բառը վերաբերում է մեր կյանքի ողջ ընթացքին և այս աշխարհում մեր վարքագծին Հունարեն բառը երբևէ երկրի քաղաքացիների գործունեության և արտոնությունների իմաստ է արտահայտում Այնպես որ մեզ, որպես Նոր Երուսաղեմի քաղաքացիների, պատվիրված է մեր ապրելակերպը համապատասխանեցնել Քրիստոսի ավետարանին Իսկ ինչպիսի ապրելակերպ է դա Առաջին հերթին ավետարանը շատ պարզ է Ուստի քրիստոնյաներն էլ պետք է պարզ ու հասարակ լինեն իրենց գործողություններում Մեր նիստուկացի, խոսքի, հագուստի, վարքագծի մեջ պետք է պարզություն լինի, որը քրիստոնեական գեղեցկության սիրտն է Այնուհետև ավետարանը կատարելապես ճշմարիտ է, այն անխառն ոսկի է, ուստի քրիստոնյայի կյանքն անփայլ ու անարժեք կլինի առանց ճշմարտության գոհարների Ավետարանը նաև շատ անվախ է, այն համարձակ հռչակում է ճշմարտությունը, մարդկանց դա դուր գա թե ոչ Նմանապես մենք էլ պետք է հավատարիմ և անսասան լինենք, բայց ավետարանը նաև շատ նուրբ է Նկատեք այդ հոգին նրա հեղինակի մեջ, ջախջախված եղեգը նա չի կոտրի Մատթեոս 12:20 Որոշ քարոզիչներ ավելի սուր են, քան փշե ցանկապատը, նրանք նման չեն Հիսուսին Եկեք ձգտենք շահել ուրիշներին մեր խոսքերի և գործողությունների քնքշությամբ Շարունակելով նշենք, որ ավետարանը շատ սիրառատ է Այն սիրող Աստծո ուղերձն է ընկած և կորսված մարդկությանը Քրիստոսի վերջին պատվերն իր աշակերտներին սա էր Սիրեք միմյանց Հովհաննես 13:34 Օ, երանի մենք ավելի ջերմեռանդ սեր տածեինք բոլոր սրբերի հանդեպ և ավելի մեծ կարեկցանք ունենայինք ամենավատ և նողկալի մարդկանց նկատմամբ Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ Քրիստոսի ավետարանը սուրբ է Այն երբեք փոխզիջման չի գնում մեղքի հետ Այն ներում է մեղքը, սակայն միայն քավության միջոցով Եթե ուզում ենք, որ մեր կյանքը համապատասխանի ավետարանին, ապա պետք է ոչ միայն զգուշանանք որոշ անպարկեշտ արարքներից, այլ ամեն ինչից, որ խանգարում է մեզ կատարելապես նմանվել Քրիստոսին Հանուն Նրա, հանուն մեզ և հանուն ուրիշների մենք պետք է ջանք անենք օրեցօր ավելի ու ավելի գնալ Քրիստոսի ավետարանին վայելող կերպով